Ողջույն։ Մենք Կարմավերի մարզից ենք, Մարեմյան միջնակարգ դպրոցի 7-րդ A դասարանից, Ահանյան Լարիսան և Նուր Հակոբյան Նուրեն։ Մեր թեման թիթեռներն են և մենք ներկայացնելու ենք թիթեռների մասին։ Թիթեռների զարգացումն ընթանում է լրիվ կերպարանափոխությամբ, կազմված ձու, թրթուր, հասնյակ և իմագո, ճիշտ ձևը հասուն միջատ փուլերից։ Թրթուրը որդենման է, թերզարգացած փորային ոտիկներով։ Գլխիկի ծածկույթը կարծրացած է, բերանային ապարատը կրծող տիպի է և ունի զույգ մետաքսային գեղձեր, որոնց արտազատած հեղուկ օդի հետ շփվելիս վերածվում է մետաքսի թելիկների։ Հայաստանում հայտնի է թիթեռների շուրջ 3000 տեսակ, որոնք տարածված են Դիլիջանի, Գուգարքի, Իջևանի, Ստեփանավանի, Գորիսի, Մեղրու, Կապանի անտառներում։ Թիթեռների մեծ մասը վարում են գիշերային կամ մթնշաղային կյանք։ Մենք հիմա կխոսենք կաղամբաթիթեռների մասին։ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բոլոր մարզերում, թևերի բացվածքը 5-ից 6 սանտիմետր է։ Ձվադրում։ Ձմեռում է հարսնյակը, թիթեռների թռիչքը մարտի վերջից ապրիլի սկիզբն է։ Ձվադրում է խաչածաղկավոր բույսերի տերևների ստորին երեսին միաշերտ խմբով, մինչև 200 ձու։ Մի էգը դնում է 250-ից 300 ձու։ 3-ից 4 օր անց ձվերից դուրս են գալիս թրթուրները, երկարը մինչև 6 սանտիմետր, որոնք սնվում են տերևների ստորին երեսին և ուտում են փափուկ հյուսվածքը։ Սնունդ։ Մինչև երկրորդ մաշկափոխությունը թրթուրները միասին են, ապա ցրվում են ամբողջ բույսի վրա։ Կախված ջերմաստիճանից թրթուրները զարգանում են 17-ից 30 օրում, 3-ից 4 անգամ, մաշկափոխվելով։ Սնվելն ավարտելով թրթուրները մետաքսյա ոստաինի գոտիով ամրանում են, հիմնիվնյութին և հարսնյակավորվում։ Տարեկան կարող է 3-ից 4 սերունդ տալ։ Սա կաղամբաթիթեռ է, և մենք այն չորացրել ենք։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս տեսանյութը։ Ցտեսություն։